Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան, այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։ Նա մասնավորապես նշել է. «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան, ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Ընդ որում այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած ցանկակներից ավելի շատ, այսինքն հետվճարի համակարգն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք։ Ուզում եմ նաև ընդգծել, որ հենց իրենք թոշակառուներն այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում, այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում կրճատվի։ Մենք լիարժեքորեն կկատարենք եւ կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու եւ միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնարարությունը, որ մենք պիտի կատարենք մինչեւ 2026 թվականի հունիսը։ Մենք այսպիսով այդ հանձնարարությունը կատարում ենք աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ, լավ եղեք», ասել է վարչապետը։